ստեղծել հարցերի փուլում մնալ այդ թեմայի շրջանակներում։ Եվ ուզում եմ ակնկալել, որ իմ խնդրանքը հայտնքի դաշնանա շնորհակալություն։ Եվ այսպես։ Անկախ դիտորդ դաշինքի ֆեյսբուքյան էջից և մամուլի հրապարակումներից տեղեկանում ենք, որ անկախ դիտորդը ապրիլի 22-ին դիմում է ներկայացրել ուղղարկ, որի համար հիմք են հանդիսացել ընտրություններին նախորդող այս փուլում «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական միջոցառումները։ Իրենք քարոզչական ուղղակի փաստեր չեն հայտնաբերել, սակայն հիմնադրամի բարեգործական ծրագրերն ու իմ կերպարը ասոցացրել են իշխող քաղաքական ուժի հետ։ Իմ քայլը ասոցացվում է քաղաքացիական պայմանագրի հետ, փաստ է Աննա Հակոբյանի ասոցացումը, ասում են նրանք, և ինչպես նշված է ազատության հոդվածում, եթե վարչական դատարանում ապացուցվեն իմ քայլը հիմնադրամի խախտումները, ինձ սպառնում է տուգանք մինչև 6 միլիոն դրամի չափով։ Ես այժմ հայտարարում եմ, որ սույնով խախտվել են իմ սահմանադրությամբ, մի շարք օրենքներով և միջազգային կոնվենցիաներով պաշտպանվող իրավունքները։ Մասնավորապես սահմանադրության հոդված համար 7-ը ընտրական իրավունքի սկզբունքները սահմանում է ազգային ժողովի և համայնքների ավագանիների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրության վրա գաղտնի քվեարկությամբ։ Մասնավորապես իմ հանդեպ խախտվել է այս հոդվածը սահմանադրության։ Հայաստանի Հանրապետության հոդված համար 4-ը ազատ ընտրական իրավունքը սահմանում է։ Ընտրություններն անցկացվում են ընտրական իրավունքի իրականացման, ազատության և կամավորության սկզբունքների հիման վրա։ Ոչ ոք իրավունք տակցուների դաշինքի օգտին կամ դեմ, ինչպես նաև հարկադրելու ընտրողին մասնակցելու կամ չմասնակցելու ընտրություններին։ Խախտվել են մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին միջազգային կոնվենցիայի կարգավորումները։ Կոնվենցիայի 3-րդ հոդվածը սահմանում է, որ ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի, ինչը ըստ մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորված դատական պրակտիկայի ներառում է նաև հոգեբանական ճնշման, ահաբեկման և նվաստացման ձևերը։ Իսկ կոնվենցիայի 10-րդ հոդվածով ամրագրված արտահայտվելու ազատության իրավունքը ենթադրում է, որ անձը չպետք է ենթարկվի ճնշման կամ ազդեցության, որը կարող է սահմանափակել նրա ազատ կամ արտահայտությունը, այդ թվում ընտրական գործընթացների համատեքստում։ Խախտվել են կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի համապատասխան դրույթները, որոնք քրեականացնում են ցանկացած հիմքով բռնությունը, ներառյալ նաև հոգեբանական և հուզական բռնության ձևերը, որոնք կարող են արտահայտվել սպառնալիքի, հարկադրանքի կամ մանիպուլյացիայի միջոցով և դիտարկվում են որպես կանանց նկատմամբ խտրականության դրսևորում։ Խախտվել է քրեական օրենսգրքի հոդված 210-ը, որը սահմանում է անձի ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի ազատ իրականացումը խոչընդոտելը առաջացնում է քրեական պատասխանատվություն։ Հաշվի առնելով վերոնշյալը, խնդրել եմ իմ փաստաբանական թիմին ուսումնասիրություն կատարել նախաձեռնելու հետևյալ 2 գործողությունները։ Դանիել Յովհաննիսյանի նկատմամբ քրեական գործի հարուցման նպատակով հաղորդման ներկայացման հնարավորությունը 1 և 2-րդ անկախ դիտորդ դաշինքի դեմ հայցադումի ներկայացման հնարավորությունը իմ քայլը հիմնադրամի գործարար համբավին հեղինակությանը հասցրած վնասները հատուցելու պահանջով։ Բոլորի ուշադրությունը ուզում եմ հրավիրել այն հանգամանքի վրա, որ եթե այժմ իմ անձով պայմանավորված անկախ դիտորդի
ըստ անկախ դիտորդի հիմնադրամը ասոցիացվում է իշխանական ուժի հետ, ուստի ազգային ժողովի ընտրությունների նշանակման մասին հրամանագրի հրապարակումից հետո պետք է կասեցներ իր գործունեությունը, ապա մասնավորապես 2022 թվականի սեպտեմբերին Շիրակում անցկացվող ՏԻՄ ընտրությունների ժամանակաշրջանում Իմ քայլը հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցրել է այն ժամանակ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ հանդիսացող Մխիթար Հայրապետյանը։ Այդ ամբողջ ընթացքում Իմ քայլը հիմնադրամը Շիրակում անցկացրել է պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում ծրագիրը եւ ընդհանրապես Մխիթար Հայրապետյանի Իմ քայլը հիմնադրամի գործադիր տնօրեն լինելու ընթացքում տարբեր ՏԻՄ ընտրություններ են տեղի ունեցել տարբեր համայնքներում, որտեղ Իմ քայլը հիմնադրամը զուգահեռաբար իրականացրել է բարեգործական ծրագրեր, որևէ ուսումնասիրություն հիմնադրամի կամ նրա պաշտոնատար անձի նկատմամբ քրեական կամ վարչական պատասխանատվություն կիրառելու մասով այդ փուլում չի կատարվել։ Ես այս փաստը ևս դիտարկում եմ որպես օրենսդրությամբ սահմանված կանանց նկատմամբ խտրականության արգելքի խախտում։ Այսքան իմ հայտարարություններ